Հուլիսի 18-ին Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին կտոնախմբի Սուրբ Թադեոս առաքյալի եւ Սուրբ Սանդուղթ կույսի հիշատակը։ Հայոց եկեղեցու սրբազան ավանդության համաձայն տերունամուխ Սուրբ Գեղարդը առաջին դարի կեսերին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։ Հայտնի է, որ Թադեոս առաքյալը Հայաստանում քրիստոնեություն տարածելիս քարոզում է նաև Վասպուրականի Արտազ գավառում։ Այդ օրերին նրա շնորհիվ քրիստոնեություն են ընդունում շատերը։ Այդ թվում նաև Սանատրուկ արքայի դուստրը Սանդուղթը, պալատականներ, արքայի մերձավորներ։ Զայրացած արքան այլ քրիստոնյաների հետ մահապատժի է ենթարկում նաև իր դստերը։ Չարչարանքների է ենթարկում Թադեոս առաքյալին, գցելով կրակի մեջ առյուծների մոտ, բայց առաքյալը աստվածային հրաշքով ողջ է մնում։ Ի վերջո արքայի հրամանով առաքյալին սրատում են։ Նույն պահին երկիրը ցնցվում է, երկրաշարժից քարաժայռը բացվում է եւ սրբի մարմինն իր մեջ առնում։ 5-րդ դարում Կիրակոս ճգնավորին տեսիլքի միջոցով հայտնվում է սրբազան նշխարների գտնվելու վայրը։ Այդ նշխարների միջոցով բազմաթիվ հիվանդություններ են բժշկվում։ Սրբերի հիշատակության տոնի օրը հուլիսի 18-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի սուրբ եւ անմահ պատարագ։ Արարողության սկիզբը ժամը 10:30-ին է։ Հավատացյալները հրավիրվում են աղոթքով մասնակցելու պատարագին եւ հաղորդ դառնալու մատուռում զետեղված Սուրբ Թադեոս առաքյալի սրբազան մասունքի օրհնությանը։